Բարի լույս աշխարհասփյուր հայությանը, ես քանի օրը նկատել եք եթեր չարեցի, լավ չի զգում, անցած օրը շատ էի բորբոքվել այդ անողնաշարավոր և անուղեղ մարդու խոսքերից, վրդովել եմ, բայց ոչ այդքան նրա խոսքերից ու նրա պահելաձևից, որովհետև դա անհատա, պարզա ինչ տեսակներ կան մարդկության մեջ, մեր ժողովրդի մեջ ևս անմասն չեն այդ տեսակները, բայց իմ համար ավելի շատ ջղայնացրեց և մինչև օրս ես հələ լավ չեմ զգում, գլուխս մի քիչ ցավում այդ թեմայով, մեր ներքին գործերի նախարարության ԱԱԾ-ի անտարբերությունը, մինչև օրս ժողովրդի մեջ, գիտակից մեր հայերի մեջ այդ խոսքերքը անընդունելի է, չմարսելի է, կան մարդիկ նաև վարկածներ են հայտնել, որ հնարավոր է արհեստական բանականությամբ է արված, ես չեմ վիճում, դրա համար եմ ասում, իմ խոսքը ոչ թե այդ անհատին պատժել և վերջ, այլ այդ մտածելակերպը, այդ գաղափարը պետք է պատժել։ Պատժել ինչպես է, ԱԱԾ ներքին գործերի նախարարությունը նման մարդկանց հետ վարվում է օրենքի սահմանների ներսում և թույլ չի տալիս, որ մարդիկ գնան վրեժխնդրության։ Իսկ ես վստահ եմ, որ յուրաքանչյուր թասիբով հայ այդ տեսակին հանդիպելուց հնարավոր է գնա այնպիսի քայլերի, այնպիսի հաշվեհարդարի, որ օրենքի սահմաններում չի տեղավորվում։ Որ այն դժգոհությունները այսօրվա իշխանության կառավարման շրջանում թույլ տված սխալների մասով, բայց դե սխալ է, թե կոնկրետ դա գործելա ոչ է, ես դա չգիտեմ։ Միգուցե հենց իշխանությանը նորմալ է, իրանց համար դա ցանկալի է, որ որևէ սրբապիղծ փորձի պղծի իր կեղտոտ բերանով, իր կեղտոտ բառապաշարով ժողովրդի մի մեծ հատվածի։ Իշխանությունները, եթե ես խոստ էի տվել, եթե չարձագանք չեղավ, իրանք լավ գիտենք, չէ՞ թե ինչպիսի արձագանք գտավ ժողովրդի մեջ։ Հիմա այս արձագանքը պետքա նաև իրանց մոտ լիներ, ներքին գործերի նախարարության ԱԱԾ-ի, ուժային կառույցների մոտ, ովքեր որ զբաղվում են հարցերով, եթե իրանց մոտ արձագանք չեղավ, կամ քաղաքական հրաման են կատարում չկպնել այդպիսի խոսակցություններ անողներին, որպեսզի միշտ ժողովուրդը տենց ասեկոսությունների մեջ լինի, միշտ տենց սոցիալական ցանցերում կռիվների մեջ լինի, կամ լիքը կամեր կաստե։ Ուրեմն կապված ուժային կառույցների գործունեության, կապված այսօրվա իշխող ուժի գործունեության մասով ես գնահատական չեմ տա, բայց մի բան կասեմ, որ չեք կարող դուք իմ հետ չհամաձայնվեք։ Այսօր Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքով երթևեկելով ժողովրդին ինչ է բաժանում։ Հայաստանի Հանրապետության քարտեզը սիմվոլն է, այս սրտիկի սիմվոլ է ցույց տալիս բան, այսինքն սեր, պետականություն, ճիշտ է։ Ես սնահավատ մարդ չեմ, բայց ընդհանուր էտա չէ նշանակում։ Սեր եւ Հայաստանի Հանրապետության քարտեզը մարդկանց կրծքին կպած։ Սենց հիմա սաղ կողոքեվորվեք իշխանամետ մարդիկ, ուրախանա, Գևորգ Քեյսիչ լավ բան ասեց, նշում է թե Փաշինյանը ինչեր է ցույց տալիս։ Ուրախացեք, 2 վայրկյաններ ուրախացեք, ես ասում եմ։ Այդքանը իրականություն է, թե դա ուղղակի ցուցադրություն է։ Սեր կա երկրի ներսում։ Ասում եմ ժողովուրդը ըստ իրար մորթում են, ատում են, հայհոյանքներ, սպառնալիքներ, իմանձի շուրջ էլ կա սպառնալիքներ, նես չի։ Ուղղակի ես որ չեմ վախենում, առհամարած ունեմ, չթվակ թե իմ հետ դες դեպքեր չի լինում։ Ուրախացակ 2 վայրկյան անցավ։ Հիմա ձեզ ճշմարտությունը ասեմ։ Ես սնահավատ չեմ, բայց ուզում եմ մեկնաբանություն տամ, այս սրանել եմ ուզում մեկնաբանություն տամ։ Քարտեզինց համար դա Հայաստանի Հանրապետության պետությունը, պետականությունը, իմ համար սրբություն, ամենաթանկ արժեքներից, եթե առաջինը չի էլ ասեմ։ Ուզում եմ հասկանամ, ինչքանով կապ ունի Նիկոլ Փաշինյանի այդ պահվածքը գործի հետ։ Ասեմ ինչքանով կապ չունի։ 18 թվին ում եք մերժել։ Սերժին եք մերժել, չէ՞։ Ուր է Սերժ Սարգսյանը։ Ինչ հետաքրքիր բան է։ Քայլ արեք, մերժեք Սերժին, քայլ եք արել, մերժել եք Սերժին, Սերժի կուսակցությունը գտնում ազգային ժողովում, Սերժին նախագահ դրած մարտի 1-ի գնով իշխանությունները այն ժամանակվա եւս գտնվում են
ազգային ժողովում։ Լավ, ես չբորբոքվեմ, շարունակեմ զրույցը։ Ճիշտ եմ թե սխալ։ 2 վայրկյան ուրախացել եք, սիրելի հայրենակիցներ։ Ես չեմ ուզում ձեզ կեղծիքով ուրախացնեմ, ես ուզում եմ իրականությամբ ուրախացնել։ Եթե դուք այսօր այդ սիմվոլներով եք առաջնորդում, ճիշտ է, դա ես սնահավատ չեմ, ասեմ դե սեր ես ցույց տալիս սենց պետականությունից ես խոսում, բայց այն ժամանակ էլ մերժումից էիր խոսում, Սերժին, բայց չես մերժել։ Ավելի վատ, հեսա ապացուցեմ, համոզեմ, որ իր խոսքը գործ չդարձավ։ Բայց 21 թվին ինչպես եկավ իշխանության։ Հիշում եք սիմվոլը։ Արդարադատության սիմվոլով։ Եռագույն դրոշը բանցիկ արած Չագուջի վրա սենց։ Չագուջ տվեք ժողովուրդ, մանդատ տվեք, մենք պատժենք հանցագործներին։ Արելա թե չէ։ Խնդրում եմ ներքևում ես չեմ հասցնում կարդամ։ Առանց հայհոյանքի, կապ չունի ուղղությամբ։ Թե Փաշինյանի, թե Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի, ոչ մեկի ուղղությամբ իմ էջում խստիվ արգելվում է, ոչ թե 99, այլ 100% խստիվ արգելվում է հայհոյանք որևէ անձի ուղղությամբ։ Իմ ուղղությամբ հանրավանդ հայհոյանքի դեպքում միանգամից բլոկ եմ ուղարկում։ Մի տանջվեք։ Մի հատ հայհոյան գրելուց հետո բլոկ եք գնալու, էլ չեք կարողանալու հետագայում ձեր կարծիքը ասեք։ Սա նախորոք ձեզ ասեմ։ Իմ վերլուծությունները, իմ մեկնաբանությունները դա ոչ մեկին իրավունք չի տալիս, որ շարունակեն իմ զրույցը կամ մեկնաբանությունները փորձեն հայհոյանքներ գրեն։ Իմ էջը պետք է մաքուր լինի։ Ինչքան էլ հանրային քաղաքական կյանքը կեղտոտ են, պղտոր են, դա կապ չունի իմ էջի հետ։ Իմ էջը նրա համար է, որ այդ կեղտոտության մասին խոսենք, այդ պղտորման process-ի մասին խոսանք։ Տեսակ հիմա ինչ եղավ։ Ես ձեզ հիշեցնում եմ։ Նախ ուզում եմ ասեմ, Անասնաֆերմա գիրքը ես որ ձեզ ասում եի կարդացեք, գիտեք թե եմ ասել կարդացեք, որ այսօր հասկանաք թե ինչպես են ձեր ուղեղները լվանում, թե ինչպես են ձեր հիշողության հետ խաղում։ Ովքեր կարդացել են Անասնաֆերմա գիրքը, այդ թվում եւ Նիկոլ Փաշինյանը վստահ եմ կարդացած կլինի, որտեղ այդ նույն գրողի Ջորջ Օրվելի 1988 թվի գիրքը 1968 բայց 68-ն է ոնց որ, հա, գիրքը ես էլ եմ կարդացել։ Եվ Փաշինյանն էլ է կարդացել այդ գիրքը։ Փաշինյանը տիրապետում այս հնարքներին, թե ինչպես ժողովրդին կառավարի, բայց ճիշտն ասած դա արդեն ժողովուրդ չի։ Եթե կառավարվում են այդ ձև, դա ամբոխ է։ Դրա համար վերջերս իշխանության աջակից ամբոխներից մեկնաբանությունների բաժնում պաշտպանում են մի հատ ստահակ բլոգերի, ով որ գիտես դրան պետքա տշելով երկրից հանել։ Ինչպես տշելով Ղարաբաղից հանել են իր չխորանամ դրա կենսագրության դրա вообще ընդհանրապես էության մասով, իշխանության աջակից մոլի աջակիցը լսելով տվյալ բլոգերի խոսքերը, որտեղ ինքը կրկնում եմ իր բառերը, բոլոր արցախցիներին չեն փոխի Նիկոլ Փաշինյանի մազի հետ։ Ես իրա խորհուրդ եմ տալիս, գնա ես ուղակի ուրիշի ընտանիք մտնող չեմ, բայց ինքը մտավ իմ ընտանիք, ինքը իմ մորը, իմ հորը, իմ երեխեքին չփոխեց Փաշինյանի մազի հետ, քեզ ով է իրավունք տվել դու ընդհանրապես համեմատություն անցկացնես Փաշինյանի եւ իմ ընտանիքի անդամների իմ հետ։ Ես իսկ թույլ չեմ տալիս քո ընտանիքի անդամներին համեմատություն անցկացնեմ, ասեմ դու խմի Փաշինյանի ոտերի լվացած ջուրը, օրը 10 անգամ խմի, գնա ինչ ուզում ես արա Փաշինյանի հետ, դա քո գործն է, դա քո սերն է, ցույց տուր ինչպես ուզում ես։ Մենք գիտենք որ դու չպատմեմ քո կենսագրությանը չանդրադառնամ, որովհետեւ դու չես կարևորը այդ թեմայի։ Թեմայի գլխավոր իմաստը այն է, որ իշխանության աջակիցների մեջ մարդիկ կան, որ հայեր են լեզվի տիրապետում են, լսում են բոլոր բառը հոմանիշա, ամբողջության, ամբողջ, բոլոր, ամբողջ, լսում են, ասմա բոլորին չէ էդի ասում, ասում ոնց, բոլոր բառը ամբողջն է նշանակում, բոլոր բառը կարող է մասամբ, կիսատ, որոշ եւ այլ նման բառերի հոմանիշն է, ասում են չէ, բայց մեկա դու չգիտես, ինքը էսպես էր ուզում ասել, ինքը այնպես էր ուզում ասել, հարգելիներս, ընդամենը կարդացեք Անասնաֆերմա գիրքը, գտեք ձեզ այդ գրքի հերոսների մեջ, թե դուք ով եք այդ գրքի մեջ, Նիկոլ Փաշինյանը այդ գրքի մեջ, Անասնաֆերմա գրքի մեջ, որպես վարչապետ, լավ չասեմ, թե չկասեն ուղիղ վիրավոր անգամ, բայց դե անասունների վրա է, էլի օրինակը բերած տվյալ գրողը, տվյալ ժամանակի գրողը վախեցել է անվանական անուններ գրի ձերբակալվելու համար։ Հիմա եթե ես անվանական ասեմ, թե որ կենթանու մասով է
Դա Փաշինյանը ասոցացվում, իր կուսակցությունը ասոցացվում, ժողովուրդը ինչ կենթանիների հետ են ասոցացվում, դե վիրավորական չի ասում, ինքը ուղղակի դենց գախնաբառերով արտահայտվում, որպեսզի իրան չդատեին։ Այդ թվականներին խիստ էր։ Հիմա չնայած հիմա էլ է խիստ, հիմա բլոգերի բերանից ոչխար բառը հնչվում քնչական իրապահ մարմնի աշխատողի անհատի ուղղությամբ բռնում ձևակերպում են իբր Գևորգը պետության հանդեպ բան է արել։ Հետո էլ պարզում է ասում մի 100 հոգու նարկա բիզնեսի մեջ ձերբակալել են ոստիկանների, չգիտեմ, պարզում է որ կեղծ կաշառակերություն բան կա իրապահ համակարգի մեջ, ու Գևորգը փաստորեն եթե ինչ որ կաշառակ էր պետական գործ չի կպնում, դա պետությանն է կպել։ Ու բռնում всё գործ են սարքում Գևորգին նստացում։ Ինչի են նստացում, որտեղ Գևորգին պետքա սանձերը քաշել։ Ինչու որտեղ ինքը անկախ բլոգեր է, ազատ բլոգեր է։ Այս սա է գլխավոր խնդիրը, թե իշխանության, թե ընդդիմության։ Ընդդիմությանն էլ չի դուր գալիս իմ ազատ լինելս, որտեղ իրանց կեղծավորությունները, իրանց ստերը ես հրապարակում եմ, խոսում եմ, ցույց եմ տալիս, փաստերել եմ հրապարակում, թե Ռոբերտ Քոչարյանը օրինակ ինչի համար է եկալ իշխանության եւ հեռանալուց իր խոստումը չի կատարել։ Արցախի հարց լուծող է եկել, հեռացել է, Արցախի հարցը չլուծված։ Մարտի 1-ի գնով Սերժ Սարգսյանը բերել, բայց հարցը չի լուծել։ Սա ընդդիմությանն էլ չի դուր գալիս։ Հետո ասում եմ, Եսա Փաշինյանի օրոք ատելության քարոզը կոնկրետ իրաց բլոգերի, ենթակա բլոգերի կատարում է։ Իրան քրեական գործեր էլ կա վրեն հարուցած չեն կարող ոչ մի բան անեն։ Այդ ինչպես ստացվեց։ Ձեռա տալիս որ դուք ստրուկ եք պահում ձեզ, ինչ որ մի բլոգեր ձեր ստրուկն է, ով որ կուրցրել է իր սրբությունները, իր ինքնությունը, որովհետև եթե դու ժողովրդի սրբություններին կպտում ես, ծնողին է, երեխուն է, ընդհանրապես մենք ժողովուրդը դա ամեն մարդու բերանից չպետք է հնչի ընդհանրապես ժողովրդի գնահատական տալ, թե վատով, թե լավով։ Լավով էլի անցնում է, լավ է։ Հիմա ձեր բլոգերն է, փող եք տվել խոսա, ասել եք մեկու մեջ ճիշտ բաներ ասա, մեկու մեջ քաղաքական գնահատականներ տուր, մեկու մեջ Ղարաբաղյան կլանին քննադատի, բայց արանքում պարտադիր ատելության խոսք եք ասես։ Ես չգիտեմ, դուք եք դրան տենց հրահանգավորել, թե ինքը երկու տեղի վրա է աշխատում, եւ իշխանության համար եւ օտար ուժերի համար, կրկնակի ագենտ է։ Կամ դուք եք իրան այդ ամեն ինչը ասում արեք, անի, այսինքն միակողմանի ագենտ է կամ կրկնակի ագենտ է։ Սրա պատասխանները ես ուզում եմ ստանամ։ Կարող իմ հետ էլ կապ հաստատել։ Եթե հրապարակման ենթակա չլինի մեր զրույցը, չեմ հրապարակի։ Եթե հրապարակման ասես Գևորգ, ապացուցեք, որ Գևորգը սխալվել է, այդպես բան չկա, խոսք եմ տալիս ճշմարտությունը հրապարակել։ Մեկը ոնց է լինի ճշմարտությունն եմ ես հրապարակելու։ Ոնց է լինի ճշմարտությունը պետք է լինի, չասեմ չեմ ասի, եթե դա կվնասի իմ պետությանը, ժողովրդին չեմ ասի։ Ես ինչեր եք անում դուք։ Ասում եմ կոնկրետ ամբողջ հայ կանանց ասելավ թուրքի տակ պարկաս սրա հետևից գնացեք չեք գնում։ Այդ հասկացան քարոզարշավի մեջ եք։ Ոստիկաններն էլ են ձեր հետ քարոզարշավի մեջ, քննիչներն էլ են ձեր հետ քարոզարշավի մեջ։ Իրավական համակարգը ձեր հետ քարոզարշավի մեջ տանում եք։ Դե մի պա այս տեսանյութի մեկ վարքյանը ֆրցրեք ասեք Տիկին Գալյան, Տիկին Սարգսյան, ներքին գործերի նախարարը։ Սա հանրային հասարակական գործիչ է, հանցագործության մասին հրապարակային բարձրաձայնում է։ Ասում է, որ ամբողջ Արցախայցության հոգին տակտու վրա է արել, ժողովրդին վիրավորական բանի համար։ Գնացեք զբաղվեք։ Մի միջալոց եկանք այս զրույցին էլ։ Իմ մեկնաբանությունները բաժնում գիտեք ինչ եմ ընթերցում։ Համեմատություն են տանում։ Այս սրբապիղծ Շանթուլեն կամ եթե արհեստական բանականության բելա սարքած դրա տարածողը, դրա ստեղծողը, արհեստական բանականությունը ինչպես է, ասում ես իմ համար sense նյութ գրի, որ արցախցիներին վիրավորականներին սարքումա քեզ տալիս կամ հակառակը երևանցիներին, աշտարակցիներին, էջմիածինցիներին։ Ատելության մի հատ խոս ձևակերպեք արհեստական բանականությունը սարքումա տա։ Հիմա արհեստական բանականությունը չես կարա դատես, բայց կարաս ինձ դատես, որ ես տենց բան եմ ստեղծել։ Սարքել եմ վիդեո դրել եթերում։ Սիրելի հայրենակիցներ, ասացեք տենամ։ Խիեք համեմատում այդ կեղտի խոսքը Արցախահայության բոլորին անմասն չի մնում։ Բա Գևորգ ջան, լավ է լինում, որ մեր վարչապետին արցախցիների մեջ մարդիկ կան անեցք են տալիս, քֆուր են տալիս, վատ բան են ասում։ Նախ եկեք մի հատ հասկանանք։
Փաշինյանին միայն արցախցիների մեջ չկան քֆուր տվող, անես տվող։ Կան Հայաստանի տարբեր գյուղերից, քաղաքներից, այդ թվում եւ Սփյուռքում։ Ասացեք տենամ։ Ես ասել եմ լավ են անում, որ Փաշինյանին անիծում հայհոյում են։ Հակառակն ասում եմ, թող իր պահամակարգը ձերբակալի, որովհետեւ ես պետականության կողմնակից եմ, ես պետության դերը հարգում եմ եւ իմ պետությունը հարգում եմ, եւ այսօր իմ պետության ներկայացուցին հայհոյանք տալը, հանրային կեղտոտ բառեր ասելը ինձ հաճելի չի։ Ես կողմ եմ որ ձերբակալվեն։ Ես չեմ ասել լավ են արել։ Այդ օրինակը բայց դուք բերում եք ինչի համար։ Խոսքի ժողովուրդը ուրիշ է, անհատը ուրիշ է։ Այո, այդ անհատը վարչապետ է։ Դա ամենաբարձր պաշտոնն է, չէ՞ Հայաստանում։ Մեր երկրի ներկայացուցիչն է, ես դեմ եմ որ ասում են։ Բայց եթե 1000 հարցախցի, 16000 էլ հայաստանցի վարչապետին քֆուր են տալիս, անեցք են տալիս, որևէ մեկին թույլ չի տալիս, որ արհեստական բանականությամբ կամ թե իրական մարդը կանգնի ամբողջ արցախցիների մայրերին ասի դուք թուրքի տակ պարկացեք։ Դուք հասկանում եք, ես չեմ ուզում ձեր մտածելակերպին վիրավորել, ձեր այդ սխալ մտածելակերպին, բայց մի հատ մտածեք հետո էլի գրեք ինչ եք ասում։ Խեք համեմատում տենց բան։ Վարչապետին բաց սենց են ասել է արցախցի։ Ես չեմ ասել, մեկը նույնիսկ դրա համար բան պատասխան ուզի։ Ես տեսել եք հրապարակային հանրային տեղերում ինչ որ միտեղ որևէ քաղաքական պաշտոնյայի հայհոյ եմ, վիրավոր եմ։ Քննադատում եմ, հեսա սուր քննադատություն է, սուր դժգոհություն եմ հայտնում այսօրվա կառավարության պահելաձևի համար, որ սեփական գրպանի բլոգեր ունեն նույնպես Արցախի ժողովրդին վիրավորում է, ոչ մի քրեական գործ չկա։ Կա է գործեր կա, բողոքներ ես տեղյակ եմ, իսկ ներկայացրել են, որ իրավապաշտպաններ կամ բան կան, դրան դատի են տվել։ Ուրա, դրան դատա եղել։ Ինչու ձերբակալված չի, մինչև հիմա եթեր անում, որովհետև ես ասում եմ, մեկու մեջ ձեր գովքնագովում, մեկու մեջ էլ Արցախի հանդեպ, Արցախի ժողովրդի հանդեպ ատելություն է քարոզում։ Արցախի ժողովուրդն էլ դրան լսում է, ֆռում է, իշխանությանը վիրավորում, հետո ասում եք մեր վարչապետին վիրավորել են։ Մի հատ ձեր բլոգերին կարգի հրավիրեք, հենց տենակ բերեք մարդա մեր փայում, սկսենք կարգի հրավիրել ընդհանրապես հասարակության նման պահվածք ունեցող մարդկանց։ Բերեք ես իմ կոչում, ես հիմա կոչ եմ անում։ Հարգելի ընդհանրապես հայրենակիցներ կապ չունի Արցախից թե Հայաստանի տարբեր բնակավայրերից, ձեզ խնդրում եմ եւ կոչ եմ անում։ Պետության ղեկավարի ուղղությամբ առանց հայհոյանքի, առանց ատելության խոսքի ձեր քննադատությունը ուղղեք։ Եվ նույնը ակնկալում եմ իշխանության կողմից, որ իրանց ենթակա բլոգերներին կարգի կհրավիրեն եւ բաժանումներ, պարախտումներ չեն դնի։ Ազգի մեջ խտրականություն չեն դնի։ Ես կլինեմ հետևողական, ես այդ ուղղությամբ աշխատանք տանում եմ, ամեն դեպքում սա աշխատանք է, որ կամավոր աշխատանք է։ Ինձ ոչ մեկ չի թելադրել, ինձ ոչ մեկ չի հրահանգել, ինձ դրա համար ոչ մեկ չի ֆինանսավորը, որ Գևորգ էսի լավ գործ ես անում, արա, մենք էլ քեզ կֆինանսավորենք։ Բայց ինչու մեկը չի ֆինանսավորում։ Այդ բլոգերին, որ ատելություն է քարոզում, ֆինանսավորվում է։ Ես որ ատելություն չեմ քարոզում, բա մի տեղ էլ ինձ էլի ֆինանսավորեք, ինչ կլինի։ Բա ես էլ եմ ուզում էլի մի քիչ լավ ապրեմ, 1000 ու մի ծակ ու ծուկ կա, պետք է այդ ծակ ու ծուկը փակվի։ Հիմա ջուղ տեղ այս ուզում եմ մի գոմ սարքեմ, մի 10 պաշկա ցեմենտ ուղարկեք։ Բա ես էլ եմ աշխատանք կատարում, կամավոր աշխատանք։ Ձեր շնորհակալությունը հայտնեք էլի, պետության այնա ֆինանսական, սոցիալական ծառայություններ կա։ Այդ ֆինանսական, սոցիալական ծառայությունները ատելության խոսք տարածող բլոգերին ֆինանսավորում է։ Ես որ ատելության դեմ եմ պայքարում, ինչ չեք ֆինանսավորում, ինձ էլ ֆինանսավորեք։ Գոն էլ հա ժողովուրդն էլ միտեղ որ ասում են Գևորգը Նիկոլա կանա, Նիկոլից ֆինանսավորում է, Սորոսից ֆինանսավորում է, գոն այդ մարդկանց խոսքեր միտեղ ճիշտ դուրս գա։ Բայց ֆինանսավորվածը հետո էլ կիմանան, որ Գևորգին ցեմենտ են ֆինանսավորել, քար են ֆինանսավորել, թիթեղ են ֆինանսավորել, թիթեղի համար ցեմենտի եւ այլն շինանյութի համար ֆինանսավորել են որ գոմ սարքի, ոչ թե պետությունը գոմ սարքի, ոչ թե ժողովրդին ծրփա ամեն ձևի պղծի։ Ժողովուրդը նորից եմ ասում, այդ ազնվորությունը եւ իր նման ազնվորություններ կան, որ պարախտում են ժողովուրդը, չի կարելի ամբողջ ժողովրդին բոլոր բառ օգտագործած։ Ես մտածել եմ հայերենի խնդիր ունի, ռուսերեն է ինքը լավ խոսում, ռուսերենի մեջ է ասում, всен էլ ամբողջը, всем полностью на, всен ամբողջն է, լրիվն է, все Կարաբաղցը պլախի է։ Ու գիտես այնքան նենց որ մտնող կներեք խոսքիս համար երևույթ է, մենք բոլոր Իրան էլ դրել է Ղարաբաղցու տեղ, արա դա է բերանս չբացեմ, սկսեմ քո անցյալից բաներ ասել, ինչ որ տեղյակ ենք։ Քեզ մի գցի Ղարաբաղցիների մեջ ու լավություն արա, չգիտեմ, ատելության մեջ, ատելությունը մեջին, ասենց վառվող թույնով թարախով լցված ինչ որ ժողովրդի հատվածի համար հաջողանալ։ Ֆինանսավորողները որտեղից են։ Բաքվից են թե Անկարայից։ Անունը չեմ տալիս, դուք բոլորը գիտեք ում մասին է խոսքը։ Ինչու ես սրան անդրադարձա, որտեվ այդ բիձեն, որ իր այդ կապույտ սարոշկով բիձեն, որ իրան տենց է պահել, այդ բիձեն դրա թույնից է սրսկվել։ Ոնց է էլի ճանճը գնում է կեղտից իր
նեկտարը վերցնում, մեղուն էլ գնում է վարդից, ծաղկից է իր նեկտարը վերցնում։ Այդ բիձեն կեղտոտ բլոգերից է իր միտքը վերցրել։ Իսկ ով որ բարություն, ով որ համերաշխություն, ես անձնական նամակներ ունեմ մարդկանց հետ, նույն Երևանցի, Լենինականցի, Հայաստանի յուրաքանչյուր բնակավարի։ Ես կհրապարակեմ, նկարը կջնջեմ, կհրապարակեմ, տեսեք ինչպիսի հարգանք ունեմ ես Հայաստանի հայության կողմից, որտեղ գիտեն ես, որ հայրենակից եմ համարում բոլորին, անկախ տարածաշրջանից։ Ես էլ քաղաքական տարբեր հայացք ունեցողին եմ իմ հայրենակից համարում, բայց քաղաքական իմաստով իմ քաղաքական միտքը հիմա կներեք, հորս հետ էլ չեմ կիսում, իմ ընտանիքի անդամների հետ էլ չեմ կիսում։ Արդյոք ես ինձ պետքա թույլ տամ իմ հայրենակցին վիրավորել, հայհոյել, եթե քաղաքական միտք չեմ կիսում։ Եթե անում եմ, ուրեմն իմ հորնել եմ ես հայհոյում, իմ հորնել եմ վատ բաներ ասում։ Հասկացաք, միշտ քո դիմացինին չափի քեզանով։ Ասելով դիմացինիդ հայհոյանք վատ խոսքեր, պատկերացրու քեզ են այդ նույնը ասում։ Դու իրավունք չունես չպատկերացնելու, պարտավոր ես պատկերացնես։ Ուրիշին վիրավորել ես, դու պետքա պատկերացնես նույնի քեզ են ասում։ Դու ուրիշի մայրերին որ վիրավորում ես, տես ես մի հատ բլոգերի եմ անդրադառնում, իր պահվածքի, իր հակապետական, հակազգային պահվածքի, բայց ես իսկ թույլ չեմ տա իր ծնողին բան ասեմ։ Նույնիսկ վատ եմ զգում դրան անդրադառնալով, մտածելով որ ծնողը լսում է, տենում է, իրան վատ է զգում։ Բայց ինչ անեմ, որ ինքն է հասցրել դրան։ Լավ չեմ զգում, ժողովուրդ, լավ մնացեք, եթերս ավարտեմ։ Էս էլ իմ առողջությունը, էս էլ դրաստմանների արդյունքը։